Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անց է կացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 128 դպրոցական։ Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերում։ 3-ից 6-րդ դասարաններ, 2014-ից 2017 թվականներին ծնված աշակերտներ, 8-ից 12 տարեկան եւ 7-ից 12-րդ դասարաններ, 2008-ից 2013 թվականներին ծնված աշակերտներ 13-ից 17 տարեկան։ Եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երևան քաղաքի հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը 4 տղա եւ 4 աղջիկ։ Երևանի ակադեմիական ավագ դպրոցը ներկայացրել էր 2 լողորդ, 11-ի 3-րդ դասարանից Ժասմին Թադևոսյանին եւ 12-ի առաջին դասարանից Արման Մինասյանին։ Երկուսն էլ հաղթող են ճանաչվել երկրորդ տարիքային խմբի թիմի կազմում, արժանանալով ոսկե մեդալների, իսկ դպրոցը արժանացել է դրամական պարգևի։ Եզրափակիչ փուլից հետո տեղի ունեցել պարգևատրման արարողություն։ Երկրորդ ավագ տարիքային խմբերի մրցանակները հանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարգևները հանձնեցին նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորելով հաղթողներին եւ հաջողություն մաղթելով նրանց։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին եւ ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի։ Նա հույս է հայտնել, որ վարչապետի գավաթը նոր խթան կլինի այս մրցանակակիրների եւ աշակերտների համար։ Շնորհավորում ենք մեր աշակերտներին եւ մաղթում նոր հաղթանակներ, ինչու՞ չէ նաեւ միջազգային ասպարեզում։